Մարդու իրավունքները պաշտպանված են։ Դա ինչ իրավունք, մարդու իրավունքը մի որտեղ այստեղ Հայաստանում մարդու իրավունքներ կերել են։ Ինչ են թողել մարդուն, ոչ մի բան։ Ինձ ապօրինի առանց իրավական հիմքի սպառնալով, ահաբեկելով ազատել են աշխատանքից եւ ասել են գնա որտեղ ուզում ես բողոքի։ Որ հիմնարկից Նախակրթարանի տնօրեն եմ եղել, Մսոր մանկապարտեզի տնօրեն եմ եղել եւ ես ավելորդ գումար եւ նյարդեր չունեմ, որպեսզի քարշ գամ այն դատարաններում, որին ես չեմ հավատում։ Ձեզ ինչու համար։ Ասեմ, ես եղել եմ ընտրական հանձնաժողովի նախագահ, իմ տեղամասում գերակշռել են Լևոն Տեր-Պետրոսյանի ձայները։ Դրանից հետո ասել են, որ այդ տեղամասում քո ազգականներն էին ընտրում, դու էիր պատասխանատու, այսինքն քո բարեկամները ընտրել են Լևոն Տեր-Պետրոսյանին, դու իրավունք չունես մեզ հետ աշխատելու։ Կոնկրետ ով է ասել այդ։ Աչափնյակ համայնքի ղեկավար պարոն Ռուբեն Հովսեփյանը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը։ Ես մինչև օրս չեմ բարձրաձայնել, բայց արդեն ոչ թե դանակը հասել է ոսկորին, այլ ոսկորն էլ է կտրել անցել։ Այսօր մեր երկրում քաղբանտարկյալների թիվը այդքան մեծ չէ, 15 հոգի, բայց մեզ համար որևէ համեմատություն չի կարող լինել թվերի մեջ, մեզ համար եւ դա արդեն աքսիոմա է բոլորի համար, մեկ քաղբանտարկյալի արկայությունը նշանակում է, որ մենք բոլորս քաղբանտարկյալ ենք։ Ես ուզում եմ մաղթեմ, որ մյուս տարի դեկտեմբերի 10-ին մենք լինենք իշխանության, հաստատենք արդար պետություն, բայց միևնույն է, ես ցանկանում եմ, որ այդ օրը նորից մարդաշատ լինի այս հրապարակում եւ նորից հզոր բողոքի երթ կազմակերպվի։ Կանենք մենք, թե ուրիշները կարևոր չէ, որովհետև մի բան է կարևոր, հասկանանք, որ որևէ իշխանություն իրավունք հենց այնպես ժողովրդին չի տալիս, այդ իրավունքը ժողովուրդը ինքն է վերցնում։ Դուք ձեր իրավունքները ոտնահարված համարում։ Այո։ Ինչ, հատկապես ինչ ոլորտ։ Այո, հոգի ջան, 10 հոգի տալիս են փոց մեջտեղ ջարդում թափում են, տեր չեն կանգնում։ Քաղբանտարկյալ ունես քո երկրում, եթե մեկ հոգի լինի, ամբողջ Հայաստանը իրավունք չունի իրեն ազատ երկիր համարելու։ Եթե մեկ հոգի քաղբանտարկյալ կա։ Վերջացավ։ Որպես պետության ներկայացուցիչ, որպես քաղաքացի, մարդու իրավունքները իսկապես պաշտպանված համարում եք Հայաստանում։ Այո, իհարկե։ Բոլոր ոլորտներում պաշտպանված։ Ինչի՞ չէ որ, այո։ Հետաքրքիր է, դուք ինքներդ մարդու իրավունքների պաշտպանված համարում եք Հայաստանում։ Այո։ Շատ։ Լիարժեք բոլոր առումներով։ Բոլոր առումներով։ Իրենք առաջինն են, որ ամենաշատն են խախտում մարդու իրավունքները, կարծում եմ։ Արտուրով